Ինչպես փորձառել Աստծո խաղաղությունը անհանգստության մեջ։ Երկրորդ հրամանը, որ տալիս է Պողոսը, հետևյալն է. մտածիր Աստծո ասած բաների մասին։ Մտածիր Աստծո ասած բաների մասին։ Եվ այս համարում տեսնում ենք Աստծո կարևորած 8 թեմա, 8 առաքինություն։ Ինչերի մասին պետք է մտածել, մեր մտքերը ինչով պետք է լցված լինի։ Եվ թվարկում է ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ է, ինչ որ արդար է, ինչ որ անարատ է, ինչ որ սիրելի է, ինչ որ բարեհամբավ է, ինչ որ առաքինի է, ինչ որ գովելի է։ Նայեք 8-րդ համարին։ Այսուհետև եղբայրներ, երկրորդ հրամանը, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի եւ գովելի, ուշադրություն, այն մտածեք։ Կոչը մտածելն է։ Սա կոչ է, որ մենք կարողանանք մեր մտքերը կենտրոնացնենք այս թվարկվածների մասին մտածելու։ Աստծո խաղաղությունը փորձառելու համար պետք է այս թեմաների մասին մտածել շարունակ։ Հիմնական գործողությունը, որը պետք է կատարենք այստեղ, նպատակային մտածելն է։ Չէ՞ որ դուք կարող եք որոշել, թե ինչի մասին եք հիմա ուզում մտածել։ Կարող եք, չէ՞։ Պողոսն ասում է ուրեմն, դուք որոշեք, որ պետք է մտածեք սրանց մասին։ Ըստ բառի բացատրության պետք է մեր միտքը, մտածմունքները գիտակցորեն կենտրոնացնենք այս բաների վրա։ Հասկանալով, ինչպես որ հիվանդին բժիշկն ասում է հասկանալով, առավոտյան խմում ես այս դեղը, կեսօրին այս, երեկոյան այս։ Ինքը անկախ իր ցանկությունից պետք է հասկանալով վերցնի եւ խմի։ Պողոսն ասում է, հիմա դուք ձեզ ասում եմ ինչերի մասին մտածեք։ Դիմեցիք Տիրոջը, ներկայացրեցիք ձեր խնդիրները, ճիշտ պատվավոր կերպով մոտեցաք նրան, վայելում եք մտային խաղաղություն, շատ լավ, դա պետք է զարգացնել։ Ինչերի մասին պետք է մտածել հաջորդիվ, ասում եմ եկեք ասեմ։ Եկեք ասեմ ինչերի մասին պետք է մտածեք, որ չընկնեք ձեր այդ խաղաղության վիճակից։ Սա որոշում է մտածելու։ Եվ մենք պատասխանատու ենք, ասեմ, մեր մտքերի ուղղության համար։ Սփերջոնը լավ էր ասել, դուք չեք կարող հրամայել, որ թռչունները ձեր գլխավերևում չթռչեն, բայց դուք կարող եք արգելել, որ ձեր գլխին չնստեն։ Լիքը մտքեր կարող է գալ ձեր կյանք, այո, բազմաթիվ սատանան շատ ու շատ մտքեր կարող է տալ մարդկանց, գովազդների, հեռուստացության ամեն ինչի միջոցով, բայց դու ես որոշում, որի թելից բռնես եւ շարունակես մտածել դրանց մասին։ Սա որոշում է, սա մեր պատասխանատվությունն է, մտածեք սրա մասին։ Այս բառը մտածել ոչ թե պարզապես հիշելուն կամ մտաբերելուն է վերաբերում, այլ զբաղվել մտածելով։ Դիտավորյալ, նպատակաուղղված, միտքդ կենտրոնացրել դրա վրա, խորհել, կշռադատել, ուշադրությամբ հաշվի առնել։ Այլ կերպ ասած, Պողոսը չի հորդորում պարզապես բարին հիշել, այլ գիտակցաբար մտքով կենտրոնանալ այս բաների վրա եւ կենտրոնացնել մտածողությունը դրա շուրջ։ Սա մեր պատասխանատվությունն է։ Ուզում եք այդ խաղաղությունը տևական լինի, խորացող լինի, հələ դուք հաջորդ համարում կտեսնեք ինչ է սպասվում։ Այս փուլում դուք պետք է այդ նախորդ համարի ստացած մտային խաղաղությունը պահպանեք եւ զորացնեք եւ ահա ասում է ասեմ ինչերի շուրջ։ Եվ դուք մտածեք դա, դուք կփորձառեք երկնային խաղաղությունը, աստվածային եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է կպահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոսի։ Այսինքն 7-րդ համարում խոսվում է Աստծո խաղաղության պահպանման զորության մասին, որը պահում է հավատացյալի միտքն ու սիրտը, երաշխավորելով հանգստություն։ 8-րդ համարում Պողոսը ցույց է տալիս, թե ինչով պիտի զբաղվի այդ պահված միտքը։ Լավ միտքը հիմա Աստծո վերահսկողության տակ է, պետք է պահվի դա։ Արոնիա, ինչ պետք է անես, ինչերի մասին պետք է մտածես։ Դատարկ պետք է մնա, թե պետք է լցվի այնտեղ։ Սա նշանակում է այդ միտքը պետք է շարունակ լցվի Աստծո ասած բաներով։ Այդ միտքը պետք է շարունակ լցվի Աստծո ասած բաներով։ Այն կապված է նախորդ համարի հետ, որպես գործնական կիրառություն։ Եթե Աստծո խաղաղությունը պահպանում է մեր միտքը, ապա մենք պետք է ակտիվորեն լցնենք այդ միտքը Աստծո ցույց տված թեմաներով եւ առաքինությամբ։ Որպեսզի այն չդատարկվի, չլցվի անհանգստությամբ, տագնապներով։ Ինչու է մեզ պետք կենտրոնանալ այս սովորությունը զարգացնելու վրա։ Խնդրում եմ ուշադիր։
Ինչու է պետք այս սովորությունը զարգացնելու վրա կենտրոնանալ։ Ուշադիր լսեք, որպեսզի փոխարինենք աշխարհային մտքերը հոգևոր եւ աստվածային մտքերով։ Տեսնում եք Պողոսը խնդիրը որ մակարդակի վրա է լուծում։ Ասում է ձեր մտքերը կապ ունեն աստվածային խաղաղությունը փորձառելու հետ, կապ ունեն ձեր մտքերը։ Ինչ եք մտածում, ինչ է լցված այնտեղ։ Լավ ինչերի մասին մտածել Պողոս։ Թվարկում է 8 առաքինություն։ Առաջին, մտածեք ճշմարիտ բաների մասին։ Դոկտոր Վոլտեր Կավերտի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց անհանգստությունների միայն 8%-ն է իրական խնդիր։ Իսկ 92%-ը կամ երևակայական է, կամ երբեք չի լինում, կամ էլ մեր վերահսկողությունից դուրս է։ Գիտեք սա ինչ է ցույց տալիս։ Սատանան ստության հայրն է։ Եվ նա շատ ստեր կարող է բերել մեր միտք, որը ոչինչ էլ կարող է իրականություն չլինել։ Եթե քո մտքերը տրվեն այդ ստերին, անպայման դու տագնապի ու անհանգստության մեջ ես լինելու։ Իսկ Սուրբ Հոգին ղեկավարում է մեր միտքը ճշմարտությամբ։ Սուրբ Հոգին ղեկավարում է մեր միտքը, խնդրում եմ ուշադիր լսեք, ճշմարտությամբ։ Իսկ Սատանան փորձում է ղեկավարել այն ստերով։ Երբ դու հավատում ես ստին, Սատանան վերահսկողություն է ստանում քո մտքի վրա։ Դրա համար ասում եմ մտածեք այն բաների մասին, ինչ ճշմարիտ է Աստծո չափանիշներով, ինչը ճիշտն է, ինչը փորձված է, ինչին Աստված է գնահատում, որ դա ճշմարիտ է։ Երկրորդ ինչ որ ազնիվ է, արդար է։ Ձեր թարգմանություններում որոշակի տարբերություն կարող է լինել, ես իմաստները ձեզ կփոխանցեմ։ Ինչ է նշանակում ինչ որ ազնիվ է, արդար է։ Սա նշանակում է հարգանքի եւ արդարության արժանի բաներ։ Կան շատ բաներ, որոնք անհարգալից են, եւ քրիստոնյան չպետք է իր միտքը դրանցով լցնի։ Դա չի նշանակում աչքերը փակել կյանքի ցավալի կամ տհաճ բաների առաջ, այլ նշանակում է չկենտրոնանալ անպատվության վրա եւ չթողնել, որ դրանք կառավարեն մեր միտքը։ Ազնիվ եւ պարկեշտ բաների մասին պետք է մտածել շարունակ։ Դրա համար դուք ձեզ հարց տվեք հիմա, ինչերի մասին եմ ես մտածում, արդյոք դրանք ազնիվ բաներ են Տիրոջ կողմից գնահատվող, թե ոչ։ Որտեւ դա ուղիղ կապ ունի Տիրոջ խաղաղությունը վայելելու փորձառության հետ։ Հաջորդն ասում է ինչ որ մաքուր է, սիրելի եւ բարի համբավ ունեցող է։ Այս բառը ամենայն հավանականությամբ վերաբերվում է բարոյական մաքրությանը։ Քանի որ այն ժամանակ էլ ինչպես այսօր մարդիկ մշտապես ենթարկվում էին սեռական անբարոյությունների, այդ գայթակղություններին։ Եվ պետք է մաքուր, բարի համբավ ունեցող բաների մասին մտածել։ Չորրորդ, ասում է մտածեք ինչ որ սիրելի է։ Նշանակում է գեղեցիկ։ Ինչ որ սիրելի է, գրավիչ, այն ինչի մասին արժե խոսել, այն ինչ հաճելի է լսել, հավատացյալը պետք է կենտրոնանա բարձր, ազնիվ մտքերի վրա, ոչ թե այս փչացած աշխարհի ցածր ու մութ մտքերի վրա։ Մեր մտքերը դրանցով պետք է լցվեն։ 5-րդ ասում է ինչ որ առաքինություն եւ գովասանք ունի։ Եթե ինչ որ բան ունի առաքինություն, այն կոգեշնչի մեզ բարու մեջ աճելու, իսկ եթե արժանի է գովասանքի, այն արժանա է ուրիշներին փոխանցել։ Արդյոք մեր մտքերը սրանով են լցված։ Քրիստոնյան չի կարող իրեն թույլ տալ մտավոր էներգիա ծախսել, խնդրում եմ ուշադիր, այն մտքերի վրա, որոնք իրեն քայքայում են կամ ուրիշներին կարող են վնասել։ Այս չափանիշները լսելով սիրելիներ, դուք կարող եք հիմա մտածել, տեսնել, ֆիլտրել, ինչով է մեր մտքերը լցված, ինչով լցվես, դրանով էլ ապրելու ես։ Ինչ լցվի միտքդ, զգացմունքներդ լինելու են դա, եւ գործերդ էլ հաջորդիվ դա։ Պողոսը դրա համար թիրախային կետից է խոսում։ Ասում է, արի ես ոչ թե գործերից եմ խոսում, այլ ինչ ես մտածում։ Այն քրիստոնյան, ով լցվում է իր սրտով, մտքով, Աստծո խոսքով, ձեռք է բերում ներքին կարծես ռադար։ Ռադարը գիտեք ինչ է։ Որ տարբերում է սխալ ու ճիշտ միտքը։ Սարգիս եղբայրս կարդաց այսօր։ Ինչպես է նա հասկանալու, ինչն է սխալ, որ չմեղանչի, որովհետև խոսքերը այստեղ կան։ Ինքը դրա հիմքով կարողանում է այլևս որոշել ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ։ Սաղմոս 119-165 տեսեք ինչ է գրում Դավիթը, սա ցնցող միտք է։ Ասում է մեծ խաղաղություն ունեն նրանք, ովքեր սիրում են քո օրենքը եւ ոչինչ չի գայթակղեցնի նրանց։
Բոլորը չունեն այս խաղաղությունը։ Ասում է խաղաղությունն են նրանք, ովքեր քո օրենքն են սիրում ամենաշատը։ Դա նշանակում է, երբ քո կյանքի սիրո ամենաբարձրագույն օբյեկտը Աստծո խոսքն է, դրան գերազանցող սեր այլևս չի լինի, որ քեզ գցի գայթակղության մեջ։ Դրան գերազանցող չկա։ Իսկ սատանան ինչպես է քեզ խաբում։ Քեզ գերազանցող բան է առաջարկում, թվացial։ Ասում է քո օրենքը սիրողները, որոնց համար դա է ամենասիրելին։ Իրենց համար գայթակղություն չկա, որովհետև ծիծաղելի կլինի, որ սատանան գա մի բան առաջարկի, որ դու ասես ես դրա, ախր դու հասկանում ես, դու ինձ ինչ ես առաջարկում։ Նա պատկերացրեք, դու ունես 200,000 դրամանոց հեռախոս եւ քեզ բերեն շատ դեմքի լուրջ արտահայտությամբ առաջարկեն 20,000 դրամանոց հեռախոս։ Երկար պետք չի մտածել։ Դու կասես դու հասկանում ես ինձ ինչ ես առաջարկում։ Ես իմ արժեքը լավ գիտեմ։ Այս համարը ինձ պարզապես, ինչպես Պողոսը կասեր, խենթացնում է։ Եսայի 26:3, տեսեք ինչ է ասում։ Ուշադիր լսեք։ Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Հաստատուն միտք, ասում է ինչ մտածեք։ Միտք ունեցողին արդյունքը տեսեք, դու պահում ես խաղաղության մեջ։ Տեսնում եք մտքի եւ փորձառած խաղաղության կապը։ Եվ պատճառն է ասում այս համարում, քանի որ քեզ է հուսացել։ Քեզ է հուսացել, դրա համար խաղաղության մեջ է։ Դրա համար քո խաղաղությունը ուղիղ հարց է քեզ, վստահում ես Տիրոջը, թե ոչ։ Կարծես դա ջերմաչափի նման ստուգող բան լինի, անհանգստությունը։ Եթե դու անհանգստացած ծնկում ես աղոթելու, անհանգստել վեր ես կենում, ինչ փոխվեց։ Ահա թե ինչերի մասին պետք է մտածենք, ահա թե ինչերի վրա պետք է կենտրոնացնենք մեր մտքերը ամեն օր։ Սա մտքից վեր եղող խաղաղությունը պահպանելու ճանապարհն է։ Ինչպես պահպանել դա, ինչպես աճել, ինչպես փորձառել, ուշադրություն, երբ դուք մտածում եք այս պատվերների մասին, դուք երբեք չեք անհանգստանա։ Գիտեք ինչու։ Քանի որ դուք չեք կարող միաժամանակ եւ գոհանալ եւ անհանգստանալ։ Դուք կամ այն ես անում, կամ մյուսը։ Շարունակ մտածեք սրան մասին, որովհետև այդ ժամանակ դու զերծ ես մնալու բոլոր անհանգստություններից։ Դու կենտրոնանում ես Տիրոջ վրա։ Համատեղ չի կարող լինել։ Հարց սիրելի եղբայր եւ քույր, ինչերով են լցված իմ ու քո մտքերը։ Ինչերի մասին ես մտածում 24 ժամ։ Ինչերի վրա է կենտրոնացած միտքդ։ Հիշիր, ինչերի մասին մտածես, նույնն էլ կհնձես մտքերիդ մեջ, զգացմունքներիդ մեջ եւ գործողություններիդ մեջ։ Ինչպես ասում են, սերմանիր մի միտք կհնձես արարք, սերմանիր արարք կհնձես սովորություն, սերմանիր սովորություն կհնձես բնավորություն, սերմանիր բնավորություն եւ կհնձես ապագա։ Սա երկրորդ քայլն է Աստծո խաղաղությունը փորձառելու համար։ Մտածեք Աստծո ասած բաների մասին։ Կենտրոնացեք մտածելու այն, ինչ որ կարևորում է Աստված։ Ինչ առաքինություն, որ Աստված է համարում առաքինություն։